Եվրո դատարանի որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը ջանքեր բավարար չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 11 թվականին, ես արդեն 3 տարի նախագահ չէի, եւ 11 թվականից մինչև այսօր պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Ավելին ստեղից մի բան էլ ավելացնեմ։ Միեդի որոշումները, բոլոր որոշումները կապված մարտի 1-ի հետ ինձ համար առ ոչինչ են մեկ պատճառով 18 թվականից հետո, որովհետև պետությունը այդ գործերի քննման ժամանակ չի պաշտպանվել։ Եվ միեդը մոտ 6-7 անգամ այստեղ կրկնում է ուղղակի, չեն տրամադրել այս փաստաթղթերը, չեն տրամադրել սա, չեն տրամադրել նա, չեն տրամադրել նա, մոտ 6-7 անգամ։ Սա ինչ է նշանակում, նայեք, պատկերացրեք ինչ վիճակ է։ Դատական նիստ, դատախազի տեղը նստած է մեղադրողը, դատախազը պաշտպանվողի տեղը նստած է մյուս դատախազը նույն բաժնից։ Մոտավորապես այս վիճակն է։ Եվ դրա համար 18 թվականից հետո մարտի 1-ի բոլոր գործերով Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում, չի ներկայացնում ոչինչ։ Սա է վիճակը։ Ոնց որ Նիկոլ Փաշինյան versus Նիկոլ Փաշինյան, այս պատկերն է։ Պատճառը դա է։ Եվ եթե դուք կարդաք միեդի որոշումը, դուք կտեսնեք, որ այդ որոշման մեջ հիմնական մեխը հետևյալն է. պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ 7 տարի, ավելի քան 7 տարի գործադիր իշխանությունը եւ քննչական մարմինները ենթակա են վարչապետին։ Բացահայտեք։ Հենց առաջի դատական նիստին մարտի 1-ի հետ կապված իմ փաստաբանները պնդում էին. բացահայտեք, սխալողությամբ են գնում, սրանով չպետք է զբաղվեք, չեն բացահայտում։ Ես ընդամենը մարտի 1-ից հետո պաշտոն եմ եղել 1 ամիս 8 օր։ Okay։ Դրա համար միեդի որոշումը ինձ չի ուղղված։ Ուղղված է նրանք, ովքեր բավարար ջանքեր չեն գործադրել սպանությունները բացահայտելու համար։ Եթե գործադրեին, իրենք իրենց վրա դուրս կգային։